Դուք ունեք ընդդիմախոսներ, որոնք ասում են, որ ՄԻՊ-ը բավարար համարձակություն չունի իշխանություններին քննադատելու համար, ինչպես կպատասխանեք այս գնահատականներին։ Գնահատականներին սովորաբար չեմ պատասխանում, բայց հարցազրույցի շրջանակներում հարցադրմանը կանդրադառնամ փաստերով։ Ըստ էության չենք կարող հիշատակել մեր հանրապետությունում օրինակ 2025 թվականին հանրային հնչեղություն ունեցող որևէ մեծ իրադարձություն, երբ ես չեմ հայտնել իմ տեսակետը իրադարձության երևույթների հետ կապված, եթե դրանք իհարկե մարդու իրավունքների ասպեկտներին են վերաբերել, եւ դեպքերի գրեթե մեծամասնությունում իմ տեսակետը լրիվ հակադիր է եղել թե քաղաքական մեծամասնության, թե պետական տարբեր մարմինների գաղափարներին, տեսակետներին, կլինի դա քրեական վարույթներին առնչվող հարցերի հետ կապված, կալանքների, ազատությունից զրկման հարցերի հետ կապված, կլինի դա կրոնական ազատություններին վերաբերելի, կրոնական կազմակերպությունների ինքնավարությանը վերաբերելի հարցերի հետ կապված, զինվորական ծառայությանը վերաբերելի տարատեսակ հարցադրումներ, օրինակ գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հետ կապված հարցադրումը, քրեական վարույթների շրջանակներում տարբեր իրավունքների, երաշխիքներին առնչվող հարցերը եւ այլն, այսինքն հնարավոր չէ չթվարկել մի իրավիճակ հանրային հնչեղություն ունեցող, երբ ես չեմ հայտնել տեսակետ եւ գրեթե բոլոր իրավիճակներում տեսակետը հակադիր է եղել քաղաքական մեծամասնության դիրքորոշմանը։ Ուզում եմ նաեւ հատուկ արձանագրել, որ այստեղ իհարկե շատ կարևոր դերակատարություն ունի պետական իշխանության մարմինների մոտեցումը այս հարցադրմանը, որովհետև նաև այս ամենի հետ մեկտեղ պիտի արձանագրեմ, որ որքան էլ մեր դիրքորոշումները հակադիր են եղել, հակասող են եղել, ես ինքս չեմ հանդիպել այնպիսի մի ծայրահեղ իրավիճակի, երբ զգամ, որ միջավայրը ինձ համար այսպես վախենալի է դառնում հարցերի վերաբերյալ բարձրաձայնելու կամ խոսելու դիտանկյունից, հետևաբար այս առումով շատ կարևոր է նաև այն միջավայրը, որը պետական իշխանությունը եւս ձևավորում է, բայց կուզենամ նաև այս հարցադրմանը պատասխանելիս մի շատ կարևոր հանգամանքի եւս անդրադարձ կատարել։ Ըստ էության մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային հաստատությունների համարձակությունը չի դիտարկվում միայն իշխանություններին քննադատելու ժամանակահատվածում կամ հենց այդ տեսանկյունից, այն դիտարկվում է մնացյալ այլ դերակատարներին քննադատելու եւ նաեւ նրանց հետ այդ թվում քննադատության հետ մեկտեղ կառուցողական համագործակցության դաշտ ունենալու դիտանկյունից, որովհետև բացի պետական իշխանությունից աշխարհի բոլոր երկրներում կան շատ այլ լուրջ դերակատարներ, որոնց քննադատությունը կարող է այսպես ոչ դրական միջավայր ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների համար։ Այստեղ էլ ուզում եմ արձանագրել, որ ի տարբերություն շատ երկրների, այդ թվում Հայաստանի տարբեր իրավիճակների, երբ շատերը պարզապես ցանկություն չեն ունեցել քննադատել այլ դերակատարներին, զուտ նրա համար, որպեսզի չզրկվեն աջակցությունից, այս պահին ես չունեմ այդ իրավիճակը, որովհետև թե մասնագիտական տարբեր համայնքների, փաստաբանական համայնքների, գիտական համայնքի եւ մի շարք այլ համայնքների դիտանկյունից ես ունեցել եմ բավարար խիզախություն այդ թվում իրավունքների խթանման մանդատի շրջանակներում խոսելու խնդիրների մասին, այդ թվում քննադատական տեսակետներ հնչեցնելու, առանց վախենալու այդ թվում թիրախավորումից, ինչը միանշանակ իրականություն չի եղել այդ թվում նախկինում նաև Հայաստանի Հանրապետության համար, ինչու՞ չէ իրականություն չէ նաև շատ այլ պետությունների համար էլ, որովհետև ինչպես նշեցի, սովորաբար այս հաստատությունները ավելի զերծ են մնում իրենց աջակիցներին չկորցնելու դիտանկյունից այսպիսի քննադատական միջավայր ձևավորելու հանգամանքից։ Կարծում եմ, որ մենք այսօր այդ թվում այս հաստատության դիտանկյունից լրիվ այլ իրավիճակ ունենք, բայց պիտի նաև հատուկ արձանագրեմ, որ պետական իշխանության տեսանկյունից միջավայրը այնպիսին է, որ շատ կառուցողական է, այդ թվում լուրջ քննադատության պարագայում շարունակելու կառուցողական համագործակցությունը եւ տարբեր խնդիրների հաղթահարումը, այդ թվում նմանատիպ կառուցողական համագործակցության միջոցով։